Բարև ձեզ, ուրեմն մենք կատարում ենք ֆիզիոթերապիա ոտքերի այդուցի համար։ Ոտքերի այդուցը հիմնականում հիվանդի մոտ լիմֆոստազի հետևանքով է, ինչպես որ գիտեք, լիմֆոստազը դա բարդ հիվանդություն է, ճիշտ է, վերջնական բուժում չունի, բայց դրա համար պետք է պրոֆիլակտիկ բուժումներ անել, որտեղ ինքը վերջում կարող է փղախտ առաջանա, այնտեղ աստիճանները կան, առաջին աստիճանից մինչև 4-րդ աստիճան, եւ ինչպես տեսնում եք հիվանդի ոտքը արդեն 4-5 տարի է, տարիներով հիվանդը այս խնդիրը ունի, տեսնում եք այստեղ լավ այդուцված է, քարացած է ոտքը, ու մի քիչ է թեթևակի կարմրություն կա մաշկի, էդի միշտ է եղել, բայց հիմնականում ոտնաթաթերը եւ սրունքը երկու կողմից լավ այդուцված է, ինչպես գիտեք լիմֆոստազը դա դարի հիվանդություն է, հիմնականում լիմֆատիկ կամ ավշային ուղիների գանգ է դեղի ունենում, այսինքն խցանվում է ավշային ուղիները եւ չի շարժվում, ավիշի կամ լիմֆայի շարժ դեղի չի ունենում, որը բերում է խցանման եւ ոտքի այդուцի։ Շատերը ուրեմն միզամուղ են խորտ տալիս, ինչպես որ ինքը հիվանդը միզամուղ է խմել տարիներով, բայց ոչ մի օգուտ չի տեսել, դրա համար ֆիզիոթերապիա ենք անում, ֆիզիոթերապիան հիմնականում իմպուլսներով, ուրեմն այսպիսի իմպուլսներով շատ հաճելի մերսում ենք անում, իհարկե պետք է ուղղությունը ճիշտ արվի, կրակետ արվի մերսման, ինչպես տեսնում եք, փորձում ենք այսպես հեղուկ գցրել, բայց միկրո իմպուլսների կամ միկրո բիո տոկերի, այսինքն բիո նշանակում է բնական հոսանքների ազդեցությունը շատ լավն է ավշային այդուцի համար, հիմնականում ավիշը ուրեմն ներծծվում է, այսինքն այդուцը ներծծվում է, իհարկե պետք է բազմաթիվ պրոցեդուրաներ արվի երկու կողմից, հիմնականում այսինքն բիոտոկերը կամ իմպուլսները, այսպես ասած, շատ լավ հագաբորբոքային աստեցություն ունեն, շատ լավ հագացավային աստեցություն ունեն, հիվանդի ոտնաթաթերը ահավոր ցավում է, քանի որ դե բարձա այդուцը սեղմում է ներվի վրա, հոդերի վրա եւ ահավոր ցավ է տալիս, այնպես որ հիվանդը չի քնում այս լիմֆոստազի պատճառով, ուրեմն նաեւ արյան շրջանառությունն ենք լավացնում ֆիզիոթերապիայի միջոցով եւ դրանից բացի նաեւ անում ենք լազերը ինքը կարմիր լույսն է, ենթակարմիր լույսն է, որը ինքը շատ արդյունավետ է, ինչպես տեսնում եք, ինքը նույնպես ունի հագաայդուцային աստեցություն, հագաբորբոքային աստեցություն եւ շատ լավ հագացավային աստեցություն ունի, կարծում եմ կոմբինացիա անելը զուգակցելը միկրո հոսանքների հետ մերսման ձևով շատ լավ արդյունք է տալիս, որպես պրոֆիլակտիկ բուժում բոլոր հիվանդներին, ովքեր որ դարավում են լիմֆոստազով։ Շնորհակալություն։